Ինչպիսին էր տարին քաղաքական առումով, թեմայի շուրջ մեր ստուդիայում զրուցելու են քաղաքագետ Միքայել Զոլյանի հետ։ Բարև ձեզ, Միքայել, շնորհակալություն մեր հրավեր ընդունելու համար։ Մենք դեռ կամփոփենք իհարկե տարին, սակայն թերևս սկսենք հենց Լևոն Տեր-Պետրոսյանի այս արձագանքից, թարմ արձագանքից։ Ես կցանկանայի մի փոքր մեջբերում կարդալ, բացի այդ, որ դուք լսեցիք, երևի թերևս կարդացել եք իր հայտարարությունը, բացասական, զգացական, խեղաթյուրիչ, մեղադրական, սպառնալից, հիստերիկ արձագանքներն ինձ համար ամենևին անսպասելի չէին եւ դա հստակորեն կախված է իմ ելույթում։ Անակնկալը դրական արձագանքների առատությունն էր, ինչը նշանակում է, որ ուղեղների լվացման ուղղված 18-ամյա պետական քարոզչության այնուամենայնիվ չի հաջողվել ողջախոհություն ամրատախիլ անել մեր իրականությունից եւ ըստ երևույթին հենց այս հանգամանքն է, որ առանձնապես հունից հանել է ուրիշների արյան վրա ձեռքեր տաքացնող խղճուկ պոլիտիկաններին։ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքից մեջբերում էի, բավականին կոշտ, սուր արձագանք է Լևոն Տեր-Պետրոսյանը ուղղել այն մարդկանց, ովքեր փաստորեն շատ այս վերջի շրջանում հատկապես քննադատում էին իր ելույթը։ Դուք որպես մասնագետ, քաղաքագետ կխնդրեի ձեր արձագանքը լսեի այս կապակցությամբ, ինչքանով էր։ Շնորհակալություն հրավերի համար։ Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի արձագանքին, բավական հետաքրքիր է, որ այս ամենը մի քիչ հիշեցնում է շատ գիտական բանավեճ, այսինքն նա մի վերլուծությամբ հանդես եկավ, որ ավելի շատ հիշեցնում էր ոչ թե նախընտրական խոսք, այլ քաղաքագիտական վերլուծություն, հա, կամ վերլուծական հոդված, հետո ինչ-որ քննադատություն եղավ եւ նա կարծես շարունակում է, սա գիտական բանավեճի տեսակ տպավորություն է թողնում։ Իհարկե այս կոշտ խոսքերը, որոնք դուք մեջ բերեցիք, ինձ թվում է հիմնականում ուղղված են իշխանության ներկայացուցիչներին, այսինքն իշխանական կամ իշխանամետ ուժերի այն ներկայացուցիչներին, որոնք կոշտ քննադատեցին Լևոն Տեր-Պետրոսյանին, բայց միաժամանակ, ասենք, կամ չնկատեցին, կամ շատ մեղմ արտահայտվեցին ժամանակին, երբ ասենք իշխանական ուժերի ներկայացուցիչներն էին նույն բաները ասում, Սերժ Սարգսյանը բազմիցս հայտարարություններ է արել եւ ինձ թվում է այստեղ նաեւ Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում է ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ ըստ էության Հայաստանի նախ ինքը ոչ մի նոր բան չի ասել եւ երկրորդը բոլոր Հայաստանի նախագահները եւ ինքը եւ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը արտաքին աշխարհին միշտ այս դիրքորոշմամբ են ներկայացել։ Եվ նա կարծես Հայաստանի իշխանություններին ասում է վերջո բացատրեք թե կամ ում եք դուք խափում, կամ դուք ուրեմն աշխարհին եք խափում եւ իրականում սա չի ձեր դիրքորոշումը, կամ դուք մեզ եք խափում եւ իրականում սա ձեր դիրքորոշումն է, բայց դուք Հայաստանի ներսում ինչ-որ ռազմահայրենասիրական քարոզչություն եք վարում։ Ամեն դեպքում դրական է իհարկե որ այս բանավեճը սկսվում է, բայց հա երկու պահ կա։ Մի կողմից իհարկե այս բանավեճը պետք է եւ այն որ Լևոն Տեր-Պետրոսյանը դա ձեռնարկել է, դրական է։ Մյուս կողմից արդյոք այս բանավեճը նշանակում է որ ուրեմն Լևոն Տեր-Պետրոսյանը եւ թեպետ Հայ ազգային կոնգրեսը, այսպես ասենք, հա, լուրջ է մոտենում ընտրություններին։ Ես հեմսի տպավորություն ունեմ, որ նրանք այս թեման սրելով կարծես հույսել չունեն մեծ քանակությամբ ձայներ ստանալու, որովհետև պարզ է, որ Հայաստանում այս դիրքորոշմամբ հանդես գալու դեպքում ու շատ ձայներ չես ստանա։ Գուցե նրանց հաշվարկը նա է, որ կա, ասենք 5-7% ընտրողներ, որոնց համար իրոք սա կարևոր է եւ որոնք իրոք այս դիրքորոշումը ունեն եւ նրանք պատրաստ են քվեարկել սրա համար։ Բայց ամեն դեպքում, եթե մենք հիշենք 2008 թվականին Տեր-Պետրոսյանը ոնց էր հանդես գալիս, երբ նա իրոք հույս ուներ իշխանություն վերցնելու եւ ինչ-որ փոփոխություններ իրականացնելու, նա լրիվ այլ դիրքերից էր խոսում։ Նա ասում էր, որ այո, իմ դիրքորոշումը Ղարաբաղի վերաբերյալ չի փոխվել, բայց ես հիմա դրա համար չեմ գալիս։ Ես գալիս եմ, որպեսզի, ինչպես նա ասում էր, Ավգյան ախորները մաքրեմ, կոռուպցիայի դեմ պայքարեմ, հա, այս օլիգարխիկ համակարգը կոտրել եւ այլն։ Այսինքն փաստորեն այսօր MC տպարություն է ստեղծում, որ ՀԱԿ-ը այլևս հույս չունի այս ամենը անելու եւ ընդհանրապես իրենց դերը տեսնում են նրա մեջ, որ այսպես ասած քարոզեն Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ լուծման համար եւ սա կարծում եմ ընդդիմադիր դաշտի համար այնքան էլ դրական միտում չէ, այսինքն նշանակում է անդիմության առանցքային կուսակցություններից մեկը փաստորեն որևէ հույս չունի, որ այս ընտրություններով կարելի է ինչ-որ փոփոխության հասնել։ Կարծում եք դուք, որ առհասարակ առաջիկա ընտրություններում, խորհրդական ընտրություններում գրեթե բոլոր քաղաքական ուժերի խաղաքարտը լինելու է հենց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցը, այսինքն խաղալու են հենց այս խաղաքարտով եւ ձայներ փորձելու են կորզել հենց
այս մոտեցումներով եւ այստեղ շատ դեպքերում մենք կտեսնենք պոպուլիզմի հստակ դրսևորումներ։ Չեմ կարծում, որ սա պետք է լինի իրոք ընտրությունների համար մեկ թեման։ Կարծես Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո իրոք քննարկումները այդ ուղղությամբ գնացին, բայց այնուամենայնիվ վաղ թե ուշ ինձ թվում է, որ էլի քննարկումները կվերադառնան այն թեմաներին, որոնք միշտ եղել են ընտրության նախընտրական շրջանում՝ կոռուպցիա, ժողովրդավարության բացակայություն, օլիգարխիկ համակարգ եւ այլն, որովհետեւ ի վերջո մարդիկ երբ գնում են ընտրությունների, սովորաբար Հայաստանում քվեարկությունը տեղի ունենում այսպես, կա ինչ-որ մի զանգված, որը քվեարկում է իշխանություններին, այս կամ այն պատճառով, կամ անձնական շահագրգռվածություն ունեն, կամ ասենք ընտրական շարք են վերցնում, կամ վարչական ռեսուրս են, եւ կամ մի զանգված, որը միշտ քվեարկում է նրան, ով իշխանությանը դեմ է, եւ կապ չունի թե ով է, հա, եթե նայենք շատ տարբեր մարդիկ են, որոնք միանգամայն տարբեր են թե իրանց անձնական հատկանիշներով, թե իրանց քաղաքական գաղափարախոսությամբ, բայց վերջում նույն մարդիկ են իրենց քվեարկում։ Նույն մարդիկ 2003-ին քվեարկում էին Ստեփան Դեմիրճյանի օգտին, հետո քվեարկում էին Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին, հետո Ռաֆի Հովհաննիսյանի օգտին։ Երեք լրիվ տարբեր մարդիկ, լրիվ տարբեր կենսագրություններով։ Հիմա կքվեարկեն ելքի օգտին։ Հիմա չգիտեմ ում օգտին կքվեարկեն, ինձ թվում է հիմա կարող է մնան տանը, օրինակ մի մասը կարող է մի մասը քվեարկի, ասենք, քաղաքացիական ակտիվ քայլին, եթե նա լինի, հա, մի մասը կարող է ելքին քվեարկի, եթե ելքը կարողանա իրենք ցույց տալ որպես իրական այլընտրանք։ Եթե ցույց տա, որ այո, մենք գնում ենք, որպեսզի իշխանությանը հեռացնենք, որպեսզի համակարգը փոխենք եւ այլն։ Առայժմ ինձ թվում է այդպիսի ուժ դաշտում չկա։ Կարող է անգամ օրինակ իշխանության, այսպես ասած, իշխանական վերնախավից պոկված ինչ-որ մի ուժ, անգամ մարդիկ, որոնք մինչև վերջերս, ասենք, իշխանական վերնախավի մաս են եղել, եթե տպավորություն ստեղծվի, որ նրանք իրոք լուրջ են տրամադրված եւ պատրաստ են իրոք հեռացնել ներկայ իշխանությունը, կարող է այդ մարդիկ ստանան։ Նույն Սեյրան Օհանյանը, օրինակ, եթե նա վճռական տպավորություն թողնի, կարող է նրան քվեարկեն։ Ընդ որում, այստեղ նույնիսկ այդքան էական չի նա իրականում պատրաստվում է դա անել, թե ոչ, հա, կարևորը նա է, թե ինչպես կգնա տեղեկատվական դաշտը, ինչպես կարձագանքի, ինչպես կվարվի նախընտրական քարոզչությունը, այնպես որ կարող են լինել ինչ-որ անսպասելի զարգացումներ, բայց այս պահին տպավորությունը նա է, որ որևէ ուժ ընդդիմադիր դաշտում առայժմ չի կարողացել իրեն այսպես դիրքավորել։ Դուք նշեցիք, հա, նախկինում իշխանությունում եղած մարդկանց դերի մասին, հասարակությունը այսօր կարծես թե հիշողությունը կարճ է, թե կարճ է, չգիտեմ, բայց կարողանում է ընկալել այդ մարդկանց, նույն Վիկտոր Դալաքյանը, նույն Սեյրան Օհանյանը, ժամանակին Վարդան Մոսկանյանը, նրանց ընդդիմադիրի կեցվածքում ի վերջո հնարավոր է պատկերացնել մարդիկ, ովքեր որ ժամանակին համագործակցել են իշխանությունների հետ, հիմա կարող են ընդդիմության դաշտի վեր կենալ եւ խոսել։ Իհարկե դժվար է այդ մարդկանց համար լինելու, որովհետեւ միշտ հարցը առաջանալու է, թե ինչու դուք ժամանակին ընդհանրապես մի քանի ամիս առաջ ուրիշ բան եք ասում, հիմա ուրիշ բան եք ասում։ Այս առումով Սեյրան Օհանյանին երևի ամենահեշտն է, որտեղ նա միշտ կարող ասել, որ ես զինվորական եմ, հրամաններ եմ կատարում, հա, ես տեսնում էի, որ երկիրս խաղաղությամբ է գնում, բայց որպես զինվորական չէի կարող ես թույլ տալ, բայց հիմա ինձ այսպես ասած ազատել են այդ, հա, պարտականությունից եւ ես կարող եմ հանգիստ խոսել։ Մյուսներին իհարկե շատ ավելի դժվար կլինի, բայց ամեն դեպքում կարծում եմ քվեարկությունը վերջում տեղի ունենալու էսպես, հա, արդյոք այս մարդիկ ընկալվում են որպես այլընտրանք ներկայ իշխանությանը, թե ոչ։ Արդյոք նրանք լուրջ են տրամադրված, թե ոչ։ Ի վերջո 2008-ին էլ Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին քվեարկեցին կամ նույնիսկ գուցե չքվեարկեցին, բայց նրա այդ միտինգներին գնում էին մարդիկ, որոնք 96 թվականին այլ քվեարկում էին նրա դեմ եւ գնում էին նրա դեմ միտինգներին։ Իհարկե կար ինչ-որ մի կորիզ, որը միշտ եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակից, բայց այն, որ ընդդիմադիր դաշտը համախմբվեց Տեր-Պետրոսյանի շուրջը կամ գոնե դրա զգալի մասը, նաեւ նրա շնորհիվ էր, որ բազմաթիվ մարդիկ, որոնց համար ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանը միանգամայն ատելի էր, նրանք 2008-ին նրան աջակցեցին։ Եվ չեն կարող բացատրել, որ այդ նույն տրամաբանությունը կգործի նաեւ մեկ այլ քաղաքական գործչի դեպքում։ Միակ պայմանը նա է, որ այդ քաղաքական գործիչը ընկալվի որպես լուրջ այլընտրանք իշխանությանը, լուրջ հակառակորդ։ Եք գոնե դաշտում այդպիսի ինչ որ մի լուրջ այլընտրանք։ Հաշվի առնենք, ահա, այսօր չեմ տեսնում, բայց պետք է հաշվի առնել, որ միշտ նախընտրական գործընթացը բավական արագացնում է քաղաքական դինամիկան, հա, այսինքն մի քանի ամսվա մեջ կարող է իրավիճակ փոխվել։ Կարող է փոխվել եւ ներսի
անբանության հետևանքով եւ կարող է օրինակ արտաքին ինչ-որ ճգնաժամերի ազդեցությամբ, չգիտեմ, արտաքին ուժերի միջև ինչ-որ հարաբերակցության փոփոխության պատճառով, այսինքն ոչ մի բան բացառել այս փուլում չի կարելի։ Մենք հասկանում ենք, որ վերջին 25 տարվա ընթացքում անընդհատ գործ ունենք նույն դերակատարների հետ, Լևոն Տեր-Պետրոսյան, Գագիկ Ծառուկյանի վերադարձի մասին է խոսվում, այսինքն ինչ փոփոխությունների մասին կարող ենք մենք խոսալ, որ անընդհատ մեզ հատկապես այս վերջին 4 ամիսների ընթացքում ասում են գլոբալ փոփոխություններ, եթե դերակատարները նույն մարդիկ են։ Ուղղակի գուցե տարբեր դաշտերում են հիմա գտնվում։ Առհասարակ նման փոփոխություններ հնարավոր է ակնկալել։ Շատ ճիշտ նկատառում էր, որ իրոք մենք վերջի 20 տարվա մեջ տեսնում ենք, գուցե 25 չէ, բայց առնվազն 15-20 տարվա մեջ մոտավորապես նույն մարդիկ են, այսինքն եղավ սերունդ, հենց բուն 80-ական թվերի վերջին 90-ականների սկզբին մի որոշակի սերունդ եկավ քաղաքական գործիչների, հետո նրանցից հետո կարծես հաջորդ սերունդը, որը եկավ նրանց փոխարինելու, մինչև հիմա շարունակում է լինել հա միակ վերնախավը քաղաքական թե ընդդիմության դաշտում, թե իշխանության դաշտում, եւ սա պատահական չէ, սա քաղաքական համակարգն է մեզ մոտ այնպեսին, որ այդ քաղաքական համակարգում գրեթե հնարավոր չէ զրոյից, այսպես ասած, ներքևից վերև բարձրանալ, դառնալ քաղաքական գործիչ, այդպիսի բաներ երկու ճանապարհ կա, հա, կամ դուք մտնում եք, ասենք, իշխանական այդ դաշտի մեջ եւ ուղղակի կոմսոմոլի որպես ինչպես սովետական տարիներին ասճանաբար բարձրանում եք, աճում եք, կամ դուք ուղղակի ուրիշ ոլորտ եք գնում կամ արտագաղթում եք, որտեղ քաղաքական առաջնորդ դառնալ գրեթե անհնար։ Մի քանի բացառություններ ունենք, գուցե վերջի տարիներին հայտնված շնորհ դեմքեր, բայց նրանք էլ այդանայում չեն հասել, հա, այն նույն քաշը չունեն, ինչ որ ունեն դիմադիր գործիչի սկզբանե դատապարտված է ձախողմանը։ Այս համակարգի պայմաններում այո, եւ այդ պատճառով նաեւ սպասվում է, որ հաճախ այն մարդիկ, որոնք ընդդիմադիր գործունեությամբ են զբաղվում, որ ոմանք ամենայն դեպս նրանց հաշվարկը հենց նա է, որ մի օր, երբ որ տեսնեն, որ նրանք բավականին ուժեղացել են եւ արդեն կարող են վտանգ ներկայացնել, նրանց իշխանությունը, այսպես ասած, հա, իր կողմը կգրավի կամ ինչ-որ նյութական առաջարկներով կամ պաշտոններով կամ այսպես ասած վերահսկելի համակարգային ընդդիմություն դառնալու առաջարկով, հա, որը ամենահարմարն է երևի, որովհետև մի կողմից դու քննադատում ես եւ պատասխանատվություն չես կրում իշխանության գործունեության համար, բայց մյուս կողմից նաեւ քեզ չեն ճնշում, հա, քեզ ասենք ընտրությունների ժամանակ չեն ծեծում, նույնիսկ հնարավորություն է ստանում դու էլ մի քիչ ընտրակաշառք բաժանել, հա, այսինքն այսօրվա Հայաստանի քաղաքական համակարգում երևի ամենահարմար դիրքը այդ համակարգային ընդդիմության դիրքն է։ Երբ կարող է սա փոխվել, եթե լինի ինչ-որ մի պայթյուն եւ այս եղած համակարգը քայքայվի կամ շատ, պես ասած, վճռական ինչ-որ փոփոխություններ ապրի, այդ դեպքում մենք կարող ենք ուղղակի ամիսների կամ նույնիսկ շաբաթների ընթացքում տեսնել տասնյակ նոր քաղաքական գործիչների, ինչպես եղավ 88 թվականին։ Այդ պայթյունը չեղավ ապրիլյան պատերազմը, հուլիսյան դեպքերը, դրանք պայթյուններ չէին։ Դե պայթյուններ էին, բայց փոքր մասշտաբի պայթյուններ են եւ այն փոփոխությունները, որ մենք այնուամենայնիվ ինչ-որ չափով տեսանք, նաեւ դրա հետևանք։ Օրինակ նույն հուլիսյան դեպքերի ընթացքում ինչ-որ նոր անուններ հայտնվեցին, հա, հենց նույն Սասնա ծրերի որոշ ներկայացուցիչներ, բարձր նրանց հանդեպ վերաբերմունքը տարբեր է հասարակության տարբեր շերտերի մոտ, բայց ամենալեզվես ինչ-որ նոր անուններ հայտնվեցին, բայց հետո նրանք ձերբակալվեցին եւ այսպես ասած նրանց մասին այսօր չի խոսվում։ Եթե այդ իրավիճակը շարունակվեր, ապա շատ հավանական է, որ նաեւ ինչ-որ լրիվ նոր թե քաղաքական ուժեր, թե քաղաքական առաջնորդներ հայտնվեին, բայց զարգացումը այնպես գնաց, ինչպես գնաց։ Այդ դուք խոսում եք այդ մասին, բա ժողովուրդը ինչ պետք է անի, ինչ հետևություն պետք է անի, ինչպես պետք է գնա ընտրություններին, ինչպես պետք է հասկանա, որ սա, այսպես ասած, այն մարդիկ են, ովքեր ընդդիմություն են խաղում, սրանք իշխանության հաճախորդներն են, իսկ այսա իրական ընդդիմությունն է։ Ժողովրդին թողել ենք մենք այդ շանսը։ Դե գիտեք, ժողովուրդը միշտ էլ ինձ թվում է Հայաստանում ընտրությունների ժամանակ միշտ էլ հասկացել ընտրությունների արդյունքները, որ նայում ենք, նույնիսկ պաշտոնական, ինձ թվում է միշտ ժողովուրդը կարողացել է իր, այսպես ասած, իր ասածը ասել, այլ խնդիրը թե տեղ հասել է դա թե չէ եւ արդյոք ժողովրդի ընտրության արդյունքները, այսպես ասած, պաշտոնապես ընդունվել են թե ոչ։ Ես ամենայն դեպս, որ ասում են այ մեր ժողովուրդը այսպես է, այնպես է, չի գնահատում, չգիտեմ, գնահատական կաշառքավերցնում։ Մեղավոր դուրս է գալի ժողովուրդը։ Հա, գիտեք, ինձ հիշեցնում է այդպիսի գերմանացի գրող Բերտոլտ Բրեխտը, այդպիսի մի
բանաստեղծություններ, որը հիմա ես չեմ կարողանա մեջ բերել, բայց իմաստը նա էր, որ 53 թվականին ապստամբություն տեղ ունեցավ Արևելյան Գերմանիայում եւ նա ասում է, որ դրանից հետո կոմունիստական կուսակցության ներկայացուցիչները ասում են, որ ժողովուրդը մեր վստահությունը չարդարացրեց եւ նա առաջարկում է ուրեմն գուցե պետք է լուծարել ժողովուրդը եւ նոր ժողովուրդ հավաքել, հա, հիմա մեր ժողովուրդը սա է։ Եթե դուք որպես քաղաքական գործիչներ չեք կարողանում ժողովրդին մոբիլիզացնել, նրան գրավել ձեր կողմը, ուրեմն խնդիրը ձեր մեջ է, ուրեմն պետք է փոխեք մեթոդները, պայքարի մեթոդները, չգիտեմ, գուցե ուրիշ խնդիրներ դնեք եւ այլն։ Այսինքն այստեղ ես ժողովրդին մեղադրելու դիտումը չեմ ընդունում եւ կարծում եմ, որ ժողովուրդը մեզ մոտ շատ էլ նորմալ է, ուղղակի դժվար պայմաններում ենք հայտնվել։ Դուք ինքներդ այս թերևս բնականաբար հետևում եք այս ամեն ինչին, ձեր խոսքում նաև նշեցիք ռուսական, հա, արտաքին գործոնի մասին։ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ իր դեկտեմբերի 17-ի ներողություն ելույթի ժամանակ խոսեց նույնպես ակնարկեց այդ արտաքին գործոնի մասին, նշելով, որ Ղարաբաղի հարցում ռուսական գործոնից չեն կարող թերևս խուսափել։ Ընդհանրապես այս հարցում կարծում եք, որ ինչ-որ փոփոխություն կլինի հաջորդ տարի, նաև ինչու՞ չէ հաշվի առնելով, որ սպասումներ կան Թրամփ-Պուտին հարաբերություններում։ Եվ ճիշտ եք ասում, եւ ելույթի մեջ այդ թեման շոշափվում էր եւ այս պարզաբանման մեջ ավելի բացվեց, կարծես։ Իրոք Ռուսաստանի դերակատարությունը աճել է եւ այստեղ ինչ եմ ասում, որ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքը ավելի շատ քաղաքագիտական, վերլուծական ինչ-որ մի մոտեցում է, որտեղ այս առումով ցանկացած փորձագետի հետ որ խոսեք, կասի, որ այո, այս ժամանակաշրջանում արևմուտքի հնարավորությունները ազդելու մեր տարածաշրջանի վրա համեմատաբար թուլացել են Եվրոմիության դեպքում Brexit-ը եւ մնացած ամեն ինչը, հա, անվտանգության խնդիրներ, միգրացիայի խնդիրներ, ԱՄՆ-ի դեպքում Թրամփն է եկել իշխանության, որի համար ակնհայտորեն նախկին այս խորհրդային տարածաշրջանը նախապատվություն չի եւ Թրամփի համար շատ ավելի պես խնդրահարույց է Չինաստանը եւ բացառված չի, որ նա ասենք Ռուսաստանի հետ կփորձի պայմանավորվածության գալ, այդ թվում նաեւ որպեսզի Ռուսաստանը Չինաստանի կողմը չանցնի, այսպես ասած եւ ուրիշ կատարումներով եւ այդ դեպքում կարծում եմ այդ պայմանավորվածության մի մասը լինելու է, որ Ռուսաստանը պահանջելու է ինչ-որ ազդեցության գոտի։ Եվ եթե ասենք Ուկրաինայի կամ Վրաստանի դեպքում դեռ կարող է առևտուր գնա, ապա Հայաստանը եւ Ադրբեջանը կարծես ոչ ԱՄՆ-ն, ոչ Եվրամիությունը չեն առանձնապես մեծ հավակնություններ չունեն եւ ցանկություններ չունեն մտնելու դրա մեջ։ Այսինքն իրոք երբ Տեր-Պետրոսյանը ասում է, որ Ղարաբաղի հակամարտության բանալին Մոսկվայում է, հա, կամ Ռուսաստանում է, դրա մեջ ճշմարտության բավական մեծ հասցեանք կա։ Ուրիշ հարց է, որ վերջում միայն Մոսկվայում չէ, վերջում նաեւ Երևանում եւ Բաքվում է եւ Ստեփանակերտում է։ Սա մեկ, երկրորդը արդյոք Մոսկվան ինքը այսօր պատրաստ է գնալ ինչ-որ լուրջ ռիսկերի, ինչ-որ նոր լուրջ նախաձեռնությունների այդ հարցը լուծելու համար։ Վերջում եղած վիճակը այնպես չէ, որ Ռուսաստանի համար շատ խնդրահարույց է։ Եթե հիմա վիճակը չվատանա, սա Ռուսաստանը կարող է եւս տարիներով Համաձայնպես ընդհատվել է բանակցային փուլ ասածը եւ նախագահների հանդիպումը, որը որ փաստորեն Փարիզից հետո չկայացավ Փարիզում, դրանից հետո ոչ մի կերպ չի լինում։ Նաև Համբուրգում էր սպասվում ինչ-որ բան, որ կոնե արտգործ նախարարների մակարդակը։ Տեսեք, այստեղ իհարկե ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանի դիրքերը մի քիչ ավելի կարծրացան եւ Ադրբեջանը իրեն պես համարում էր հաղթած այս ամեն ինչի մեջ, բայց հիմա որ նայում ենք օբյեկտիվորեն եւ վերջում այն ինչ պետք է փոխվեր երևի Ադրբեջանի կարծիքով, առանձնապես բան չի փոխվել եւ հիմա Ադրբեջանը փաստորեն կամ պետք է վերսկսի բանակցային գործընթացը, կամ պետք է ինչ-որ նոր հարձակումներ ձեռնարկի։ Լայնամասշտաբ հարձակում ձեռնարկելը Ադրբեջանի տեսակետից ռիսկային է, որովհետև ապրիլին լավ են ինչ-որ եղավ, նրանք հայտարարեցին, որ իրենք հաղթել են, բայց հիմա եթե ինչ-որ մի բան լինի եւ արդյունքը այլ լինի, դա շատ ավելի վտանգավոր է, քան եթե իրենք պարզապես փորձեն այսօրվա վիճակը պահպանել։ Դրա համար ինձ թվում է, որ կլինեն իհարկե միջադեպեր, ինձ թվում է կլինեն իհարկե ինչ-որ հարձակումներ, բայց չեմ կարծում, որ գոնե մոտակա ժամանակ այդ ապրիլյան դեպքերի մասշտաբի ինչ-որ մի բան կլինի։ Բայց իհարկե ինչքան էլ Լևոն Տեր-Պետրոսյանը ասում է, որ Ալիևը ռացիոնալ գործիչ է, ներկենա ռացիոնալ է, բայց նա գործում է իր շահերից ելնելով։ Իսկ իր շահերը կարող է պահանջեն, հա, որովհետև տնտեսական վիճակը Ադրբեջանում բոլորովին չի լավանում, ընդհակառակը վատանում է եւ ուշադրությունը շեղելու համար հանրության շատ հնարավոր է, որ լինեն ինչ-որ նոր սադրանքներ եւ իհարկե այդ ամենին մենք եւս պետք է պատրաստ լինենք։ Եվ մեր զրույցի վերջում կխնդրեի նաև անդրադառնանք ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնը Երևանին փաստորեն հերթական անգամ չստանձնելու համար։ Սա ում շահերից է բխում։
Գիտեք, նախ ես չեմ կարծում, որ սա մեր շահերից չի բխում, այսինքն թվում է, թե որ մենք պետք է դժգոհ լինենք, որ մեր ներկայացուցիչը ՀԱՊԿ-ի քարտուղար չի, հա, բայց իրականում մեզ էլ դա բոլորին պետք չի, որովհետև այն իրավիճակում, որ այսօր կա աշխարհում, ՀԱՊԿ-ը փաստորեն ընկալվում է որպես ՆԱՏՕ-ին հակադիր ինչ-որ կառույց, եւ քանի դեռ այդտեղ բոլորը հասկանում են, որ Հայաստանը, ասենք, հայտնվել է պարզապես Ռուսաստանի հետ հատուկ հարաբերությունների շնորհիվ, սա մի բան է, այլ հարց է, երբ որ դրա ղեկավարը լինի Հայաստանի ներկայացուցիչ եւ որպես ՀԱՊԿ-ի ղեկավար, ասենք, սկսի ինչ-որ հայտարարություններ անել ՆԱՏՕ-ի ագրեսիվ քաղաքականության մասին, դա մեզ բոլորին պետք չի։ Մյուս կողմից ՀԱՊԿ-ի մնացած անդամների մեջ կան, ասենք, Տաջիկստանը, հատկապես ավելի ուժեղ արտահայտված է Ղազախստանում, Բելարուսում, որոնք ըստ էության Ադրբեջանի մեջ դիրքորոշում ունեն, նույնիսկ վերջերս Բելարուսում, եթե հետևել եք, հա, մեր բլոգերի ձերբակալեցին, որովհետև նա մտել էր Ղարաբաղ։ Այսինքն նրանք էլ չեն ուզում Հայաստանի ներկայացուցիչ լինի, որովհետև հատուկ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ։ Այսինքն ըստ էության միայն Ռուսաստանին էր դա պետք, որպեսզի ցույց տա, որ տեսեք ՀԱՊԿ-ը լավ աշխատող մարմին է եւ ոչ սա ռուսական, պես ասած, կառույց չի, սա ՆԱՏՕ-ի նման մի կառույց է, որտեղ բոլոր կողմերը հավասարապես ներկայացված են, մենք ունենք ռուս ղեկավար, հիմա հայ կլինի, հետո կլինի ղազախստանցի եւ այլն։ Պաստորեն Ռուսաստանին էր դա պետք, Ռուսաստանի մոտ դա չստացվեց եւ կարծում եմ մնացած իհարկե մեր իշխանության համար դա մի քիչ կարող է վիրավորական լինի, հա, որ չեն կարողանում այսպես ասած այդ հարցը լուծել, բայց ամենայնիվս ինձ թվում է Հայաստանի համար այստեղ որևէ խնդիր ես չեմ տեսնում։ Չկա չարիք առանց բարիք, երևի նաև այս շատ շնորհակալություն Միքայել զրույցի համար, ես հիշեցնեմ, որ զրուցում ենք քաղաքագետ Միքայել Զոլյանի հետ։ Հայաստանում արձագանքում են ՀԱՊԿ-ի քարտուղարի պաշտոնը Երևանին չփոխանցելու փաստին։ Իշխող հանրապետականի ներկայացուցիչները ընդունում են, որ այստեղ խնդիր կա։